Հիմա աղջիկը ամուսնացել է, կիսուրի հետ ապրում է, այդ տունը այդ կիսուրի ամեն ինչն է, ինքը պետք է ներգրավի այդ ամենի հետ, բայց իրանց տունը կենցաղը որի ուրիշ է եղել, ինքը իր ամեն ինչ ուներ, ինքը իր որոշումները կայացնում էր, ինչ ուզում էր ուտում էր, ինչ ուզում էր անում էր, իր ծնողները մի քիչ ուրիշ կարգի վերաբերմունք են ցուցաբերել, բայց եկել աստավ ինքն ինչ-որ մի հատ սահմանների մեջ, որ ինչ ասում են կիսուրը պետք է որոշես ինչ անի եւ այլ, չեմ ուզում ոչ մեկին լրացնեմ, պարզ ասում եմ, ու ամեն օր ինքը դիմանալով ինքն է պարադոչն աղջիկա համաձայնվում է, ամուսնուն սիրում է, ամեն ինչ լավ է, երեխեն ման, բայց իր հոգեկանը չի վերցնում այդ բանը, ինքը ամեն օր իրան ստիպող է բարա այդ ամենը անում, ինքը տասաղ փակում է իր մեջ, մտցնում է, այսենց ասած կուվա տալիս, ժողովրդական բանով, հենց դա կլասիկ պոլիտրավմա է, ու սրա լուծումը այն է, որ вообще որ այսօրվա աշխարհում եթե ամուսնացնում եք մեկին, ձեր երեխեքին, ավելի լավ է տուն վարձեք իրանք առանձին ապրեն, որովհետև տան կենցաղը մի կին կարա որոշի այսօրվա աշխարհում, փոխվել է կյանքը